Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղլարված, էմոցիոնալ, հոգեբանական ծանրագույն շերտերով եւ պարզապես ճակատագրական զարգացումներով լի վերլուծական թողարկումը։ Իրադարձություններն այնպիսի խճճված ու դաժան ընթացք են ստացել, որ հերոսների կյանքում վայրկյան անգամ հանգիստ չկա։ Իսկ անարդարությունն ու թյուրիմացությունները հասնում են պայթյունավտանգ գագաթնակետի։ Այս սերիաներում մենք ականատես ենք լինում իսկական հոգեբանական տերորի, որի գլխավոր զոհն այս անգամ դառնում է սերիալի ամենադրական կերպարներից մեկը՝ Հարութը։ Ամեն ինչ սկսվում է քննիչի շոկային հեռախոսազանգից։ Քննիչը Հարութին հայտնում է սարսափելի մի ճշմարտություն. նրա երբեմնի ընկեր Գոռը փաստացի անհերքելի կապ ունի Սեդայի դեմ կատարված դաժան հանցագործության հետ։ Փորձաքննությունը Գոռի մեքենայում հայտնաբերել է Սեդայի գենետիկ նմուշները, բայց իսկական աղետը դա չէ։ Ողբերգության գագաթնակետն այն է, որ հենց այդ չարաբաստիկ մեքենայի բանալին ոստիկանները խոզարկության ժամանակ գտել են Հարութի տանը։ Այս լուրից Հարութը պարզապես քարանում է։ Որքան էլ նա վերջին շրջանում կասկածում էր Գոռին, նրա մտքով անգամ չէր անցնի այս դավաճանության եւ ստորության նման մասշտաբը։ Քննիչը, ով ըստ էության համակրում է Հարութին, տալիս է միակ ճիշտ խորհուրդը՝ կամովին ներկայանալ բաժին, քանի դեռ իրավիճակն ամբողջովին դուրս չի եկել վերահսկողությունից։ Սակայն նախքան ոստիկանություն գնալը եւ իր ազատությունից զրկվելը, Հարութն անում է այն, ինչ կաներ իսկապես սիրող տղամարդը։ Նա գնում է Սեդայի մոտ։ Կանգնելով նրա դարպասների առաջ, Հարութը դուրս է կանչում Սեդային եւ սկսվում է սերիալի ամենածանր, արցունքոտ ու էմոցիոնալ երկխոսություններից մեկը։ Հարութը հուսահատորեն բոլոր հնարավոր փաստերով ու տրամաբանությամբ փորձում է արդարանալ։ Նա ինքնապաշտպանվում է, աղերսելով Սեդային նայել իր աչքերին ու տեսնել ճշմարտությունը, հասկանալ, որ ինքը զոհ է դարձել այս ստոր խաղի։ Բայց ցավոք, Սեդայի ականջներն ու սիրտը փակ են։ Խնդիրն այն է, որ նախքան Հարութի գալը, քննիչն արդեն զանգահարել էր Սեդային եւ հայտնել, որ Հարութի ամենամտերիմ ընկերը ներքաշված է իր բռնաբարության գործում։ Սեդայի համար սա դառնում է վերջին կաթիլը։ Նրա տրամաբանությունը հուշում է, որ եթե ընկերը մեղավոր է, ապա Հարութն էլ անմասն չէ, եւ բոլոր այդ հոգատար քայլերը պարզապես լավ խաղ էին։ Սեդան մերժում է նրան եւ Հարութը ջախջախված սրտով հեռանում է հանձնվելու արդարադատությանը։ Ոստիկանության բաժնում տեղի է ունենում մի տեսարան, որը ցույց է տալիս իրավաբանական համակարգի ողջ ցավը։ Երբ Հարութը ներկայանում է, քննիչն անկեղծորեն եւ մարդկայնորեն խոստովանում է, որ ինքը որպես անհատ ամբողջովին հավատում է Հարութի անմեղությանը։ Նա տեսնում է, որ Հարութը հանցագործ չէ, սակայն որպես օրենքի սպասավոր նրա ձեռքերը կապված են։ Կան իրեղեն ապացույցներ՝ թզբեհը, մեքենայի բանալիները, Գոռի հետ կապը, եւ քննիչը պարտավոր է կալանավորել նրան։ Հարութին ձերբակալում են եւ նա առայժմ չունի ոչ մի զենք իր անմեղությունն ապացուցելու համար։ Մինչ արդարությունը հոգեվարքի մեջ է, չարիքը տոնում է իր հաղթանակը։ Նվերին շատ արագ հասնում են Հարութի ձերբակալության մասին լուրերը եւ նա ուղղակի ցնծում է ուրախությունից։ Նվերի հիվանդագին էգոն բավարարված է, նրա գլխավոր մրցակիցը չեզոքացված է։ Այդ պահին նա սրճարանում նստած է Մանեի հետ եւ նրանք միասին շարունակում են իրենց թունավոր դաշինքի գործունեությունը։ Նվերը Մանեին հայտնում է այս ուրախալի լուրն ու անմիջապես անցնում հաջորդ ստոր քայլին։ Նա ասում է, որ իրենք պետք է շտապ մի բան մտածեն, որպեսզի վերջնականապես կործանեն Հարութին ու թույլ չտան նրան երբևէ դուրս գալ բանտից։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է մեր նախորդ կանխատեսումները։ Նվերն ու Մանեն պատրաստ են հյուսել ցանկացած կեղծ ապացույց, միայն թե ոչնչացնեն Սեդային, Մինասին եւ Հարութին։
Եվ ահա սերիայի ամենաինտրիգային պահը։ Մինչ Հարութը նստած է խցում, քննիչը որոշում է անձամբ գնալ Մինասի տուն նրա եւ Սեդայի հետ խոսելու։ Քննիչը նպատակ ունի հայտնել նոր եւ կարևոր մանրամասներ Հարութի մասին։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հետևորդներ, ինչ կպատմի քննիչը Սեդային։ Անպայման գրեք ձեր վերլուծություններն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Ես մեծ սիրով կկարդամ եւ կքննարկեմ դրանք ձեզ հետ։ Ինչպես նաեւ չմոռանաք հավանել այս տեսանյութն ու բաժանորդագրվել մեր TV ալիքին։ Առաջիկա ամենաթեժ զարգացումները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք շատ շուտով։